Ես շնորհավորում եմ ձեր բոլորի այս օրհնության կարգը, բախտավոր լինեք, ի բարձի ծերանաք և 7 զավակներով սեղանի շուրջ նստեք։ Դուք այսօր նաև ձեր հայ եկեղեցու կամարների տակ այսպես դարեր շարունակ շնչավորվել է հայոց ընտանիքների երազանքը, ունենալ խաղաղ երկնքի տակ սիրով առլեցուն հավատարիմ ընտանիք։ Հավատավոր է հայ մարդը։ Հայ քրիստոնեական ընտանիքը քրիստոնեական զգացումով տոգորված ապրել ու աճել է կրոնի սրբությամբ։ Պսակը այր ու կնոջ ամուսնության խորհուրդն է։ Մարդկային ցեղի մաքուր եւ առողջ աճը, Քրիստոսի եկեղեցու բարգավաճումն ու պայծառությունը կախված են օրինավոր ամուսնությունից եւ ամուր ընտանիքից։ Հայ մարդը, որպես հետևորդ իր քրիստոնյա նախնիների, հավատարիմ է այս ընդունված կարգերին։ Այսպես է եղել եւ այսպես էլ շարունակվելու է։ Դիարն ընթառաջ ուրեմն տիրոջը ընթառաջ դեպի ըստ հրեական սովորույթի համաձայն առուզավակին ընծայում էին տաճար, երբ որ Հիսուս ուրեմն 40 օրական էր, նրա ծնողները վերցրեցին եւ տարան տաճար։ Եվ այնտեղ նրան դիմավորեց Սիմոն ծերունին, որը նա ուխտ էր արել մինչև չտեսներ տիրոջը, Աստծո որդուն իր հոգին նա չէր ավանդի։ Փետրվարի 13-ի և 14-ի օրը կատարվում է նորապսակների օրհնության կարգ, արարողություն, և բոլոր եկեղեցիներում կատարվում է այդ կարգը օրհնության նորապսակների։ Եվ իրենց օրհնությունը ստանալուց հետո ամեն մեկը այդ ճրագը տանում է դեպի իրենց տուն, որից այսինքն այդ խարույկն են վառում և նորապսակները թրջում են այդ շուրջ, պարեն բռնում, պարում են այդ կրակի շուրջը։ Եկեղեցում սրբագործված իրենց հարազատների համագյուղացիների ուղեկցությամբ 22 զույգը գալիս են գյուղի կենտրոն։ Մշակույթի տան դիմաց գյուղի կենտրոնում ոցավառվում է խարույկը։ Դիարն ընթառաջը մեծ մասամբ համարում են ժողովրդական ավանդույթ, ժողովրդական սովորույթ։ Այն ժողովրդական լեզվով կոչվում է տերընտաս, տերնդեզ, ասում են նաև մելետ։ Կարծվում է, թե այն հին մի տոնի միրհականության տեղն է հաստատվել։ Հայ եկեղեցին չէր կարող ամբողջապես ավերել ու ոչնչացնել հնուց արմատավորված ժողովրդական ծիսակարգերը, ուստի և ստիպված էր թույլ տալ պահպանել որոշ պատառիկներ հեթանոսության շրջանի ծեսերից։ Սրա արդյունքն են և այս տոնի հետ կապված որոշ տարրեր, որոնք այնքան էլ կապ չունեն հայ եկեղեցու հետ։ Ինչ խորհուրդ ունի խարույկը և նրա վրայից թրջելը։ Կարծվում է, որ խարույկի կրակի միջոցով հայ մարդը հայտնում է իր կողմից Քրիստոսի լույսի ընդունում։ Տանիքներին ու հրապարակներին կրակ վառելու այն հին օրերի ժողովրդական սովորությունը եկեղեցիներում փոխարինվել է մոմավառությամբ կամ ջահավառությամբ։ Ընդունված այն միտքը, թե նորապսակ զույգերը թրջելով խարույկի վրայով փորձում են ավելի ջերմացնել հոգիները։ Կրակը նաև աշխարհի լույսն է։ Երևս տեղին է բանաստեղծին հիշել։ Լույսն արևաբոր աշխարհ է գալիս, որ շարունակվի հրաշքն արարման, բարության հուրն է բորբոքվում հավերժ, մեր լուսազվարթ սիրով կենարար։ Ցանկանում շնորհավորել բոլոր նորապսակներին Տիարն ընթառաջի կապակցությամբ, ցանկանալով նրանց, որ այս կրակի ջերմությունը նրանց նորաստեղծ օջախները լցնի լույսով ու ջերմությամբ, լինելով ավանդապաշտ ժողովրդի սերունդ, շատ ուրախ եմ, որ մեր համայնքում ևս վերականգնում ավանդույթները, համոզված եմ, որ նման միջոցառումները լինելու են շարունակական։ Պահպանում ենք մեր ավանդույթները, պահպանում ենք այս գեղեցիկ տոնը, որը միացնում, ասենց համակուռ անում ժողովրդին, որ պահեն իրանց ընտանիքները, բազմանան։ Քրիստոնյաներս պարտավոր ենք այդ տոնը նշելու, դա անկախ նրանից, թե ընտանիքում նորապսակ կա, չկա, այդ տոնը պարտավոր են բոլորը նշել։ Այնուհետև համայնքի ղեկավարը զույգերին հրավիրում է տոնական զարդարանք ստացած սեղաններին։ Գյուղապետարանը զույգերին է հանձնում
իր պատրաստած նվերները։ Հնչում են բարի մաղթանքներ ու ցանկություններ։ Համագյուղացիները երջանկություն, երկարակեցություն են ցանկանում նրանց, խորհուրդ տալիս հետևոր դառնալ 7 որդով սեղան նստելու իրենց նախնիած սովորույթին։ Այո, նրանց թերևս դեռ երկար, մինչ խոր ծերություն որպես բարի հուշ կուղեկցի այս տարվա յառն ընթառաջը։ Խանդավառությունը համակել է ներկաների սրտերը, ոգևորված են բոլորը, ու սա առիթ է դառնում, որ գյուղի տարեցները վերհիշեն իրենց ջահելությունը։ Դարաց այսքան ճոխություն չկար, ժողովուրդը լավ չէր էլի, աղանձ մաղանձեր, փոխինձեր, այն ժամանակ մեր ժամանակով հողից տներ էր, անձրևը որ գալիս էր, կավից չերեղաններ կար, մի տնենք տակը ճտ, որ ջուրը թապեր մեր գլխին, լամպի լույս էր, լույս չունեինք, 47 թվի նոր մեր գյուղը լույս է եկել, 60 թվից եսակ նոր այդ գյուղը կատարելագործվել է։ Դե կրակը վառում էին, ժամանակ դե դարման էր, խրջին էր, ցախերով ոնց կարում էր, տենց վառում էր, կողքերը 7 կրոփռում էին, վրից թռնում էին, հետո աղանձել պատրաստում էին, ցոյնը աղում էին, շաքարով բանով սարքում էին, ասեն շաքար ո՞րն է, դոշաբ է, դոշաբի հիմնա վրա ստեղծում էին փոխինձը, ու փոխինձը կլոր գնդիկներ էին սարքում, բաժանում էին շրջապատին։ Մինչ արարողությունը շարունակվում է, օրը սկսում է